Ձիթապտղի յուղը կօգնի բուժել վարիկոզը։ Առողջությունը պահպանելու լավագույն միջոցը հիվանդությունների վաղ ախտորոշումն է և ցուցումների առկայության դեպքում բուժում ստանալը։ Եթե որևէ խնդիր տևական ժամանակ անհանգստացնում է ձեզ, մի հապաղեք, դիմեք բժշկի, ով կօգնի գնահատել իրավիճակը և համապատասխան քայլեր ձեռնարկել։ FitHacker.ru-ն գրում է, որ կենսակերպի և այլ գործոնների ազդեցությամբ կարող է զարգանալ երակների վարիկոզ լայնացում հիվանդությունը։ Եթե հիվանդությունն արդեն իսկ ախտորոշվել է, հարկավոր է հետևել բժշկի խորհուրդներին։ Վիճակը թեթևացնելու համար կարող եք որպես լրացուցիչ միջոցներ օգտագործել նաև բնական միջոցներ։ Մի մոռացեք օգտագործելուց առաջ խորհրդակցել բուժող բժշկի հետ։ Երակների վարիկոզ լայնացման դեպքում կարող եք օգտագործել ձիթապտղի յուղը, ընդ որում այս միջոցը կարող եք օգտագործել հիվանդության բոլոր աստիճաններում։ Հարկավոր է վնասված հատվածները լվանալ ջրով, մի փոքր տաքացրեք ձիթապտղի յուղը, քսեք այդ հատվածներին։ Ոտքերը հարկավոր է մերսել նուրբ շրջանաձև շարժումներով, որոնք ուղղված են ներքևից վերև։ Կրկնեք սա ամեն օր քնելուց առաջ։ Հիշեք, որ առողջությանը չվնասելու համար ցանկացած միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։ Ձիթապտղի յուղը հղիանալու համար։ Առողջ բեղմնավորման համար բազմաթիվ դեղամիջոցների կողքին կա ևս մեկ միջոց, որը նպաստում է հղիանալուն և առողջ պտղին։ Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները փորձ են իրականացրել 100 կանանց շրջանում, ովքեր ցանկանում էին երեխա ունենալ։ Կանայք, որոնք դիմել են վերարտադրողական ֆունկցիայի խախտման կամ անպտղության պատճառով, բաժանվել էին մի քանի խմբերի։ Նրանց մի մասը 6 շաբաթների ընթացքում սննդակարգում օգտագործել էր ձիթապտղի յուղ աղցանների մեջ և այլ սննդատեսակներում։ Մյուսը օգտագործել էր սննդային հավելումներ, որոնք հարուստ են վիտամին D-ով և օմեգա 3-ով։ Երրորդ խումբն էլ սնվել է այնպես, ինչպես սովորաբար, ձիթապտղի յուղի փոխարեն օգտագործելով արևածաղկի յուղ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն կանայք, որոնք իրենց սննդակարգում օգտագործել են ձիթապտղի յուղ, երեխա բեղմնավորելու և հղիանալու հավանականությունը մեծացել է 40%-ով։ Բացի այդ, գիտնականները բացահայտել են, որ ձիթապտղի յուղ օգտագործելու պարագայում էմբրիոնի զարգացումը ավելի արագ է տեղի ունենում։ Սա գիտնականները բացատրում են այն հանգամանքով, որ ձիթապտղի յուղի մեջ մեծ քանակությամբ օմեգա 3 և վիտամին D կա։